Ինչպես հայտնի է, խորհրդարանական 4 ուժերի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում նախատեսված էր քննարկել ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, քվորումի բացակայության պատճառով տապալվեց։ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ ազգային ժողովի падգամավոր Արմեն Ռուստամյանը նշում է, բնականon գործունեությունը խափանվել է։ ՀՀԿ եւ ՕԵԿ падգամավորների բոյքոտը էթիկայի կանոնների խախտում է։ Հույդան հարցը պատրաստվում է տեղափոխել ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով։ Կտա այն, որ մենք ճիշտ ենք, թե ոչ, իրավունք ունեին այսպես падգամավորները վարվել, թե չէ, կամ պետք է գան ասեն, որ բոլորը հանկարծ հիվանդացել են, հարգելի է իրենց բացակայությունը, պետք է թուղթ վերեն բոլորը, կամ դա պետք է ասեն, կամ պետք է ասեն, որ պարզապես իրենք թքած ունեն օրենքներին եւ իրենց պարտավորությունները իլուր ողջ հասարակության ասում են չենք կատարելու։ Այսինքն մենք ունենք դեպք, երբ որ հստակ պետք է ասվի, որ մեծամասնությունը անպատասխանատու է Հայաստանում։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նշում են, խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածը։ Արտահերթ նիստի տապալման գլխավոր մեղավորը ՀՀԿ-ն է, ասում է Հրանտ Բագրատյանը։ Կոնգրեսը հարցը վիճարկելու է Սահմանադրական դատարանում։ Հանրապետական падգամավորների պատճառաբանությանը, թե նիստին ներկա չեն գտնվել, որովհետև անիմաստության դաշտ չեն ուզում մտնել, Հրանտ Բագրատյանը արձագանքեց։ Իսկ ով է գարանտիա, որ այս նախագահան բանը ճիպոտը չի վերցնի, սկսի սաղին ճիպոտ արել ընտրություններից հետո։ Հո ասելով չի։ Խոսքին ենք հավատում, գային թող ասեին, գային քննարկեին այդ հարցը։ Մեկ են բոլորը հանկարծ բացակայեցին նիստից, հիվանդացան, թե ինչ եղավ։ Այդպես չի, չէ։ Ով որ այսօր մեծամասնություն է, վաղը անպայման փոքրամասնություն է լինելու։ Հայաստանի օրենսդրությունը հանդարտ պետք է փորձարկվի։ Տեսնեմ կարող է արդյունք է տալիս։ Բայց մի սահմանադրական դատարանը, որի մի մասը նախագահն է նշանակում, ինչպես կարող է իշխանության դեմ որոշում կայացնել։ Նախագահական ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը անհրաժեշտություն է համարում նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը։ Անկախ այն հանգամանքից ՀՀԿ-ում դա համարում են ժամանակավրեպ, թե ոչ արտահերթ նիստը պետք է կայանար։ Այն, որ քաղաքական մեծամասնությունը տապալում է պետական ապարատի աշխատանքը, Շիրինյանի խոսքերով հատուկ է միայն Հայաստանին։ Պարադոքսալ բան է։ Իշխող մեծամասնությունը տապալում է ուրեմն խորհրդարանի աշխատանքը, այսինքն բոյկոտում է պետական ապարատի աշխատանքը, դա տեսնված բան է։ Չկա աշխարհում այդպիսի դեպք։ Ես համենայնդեպս չգիտեմ, որ մեծամասնությունը բոյկոտի պետության որևէ կառույցի աշխատանք։ Արտահերթ նիստի տապալումը Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորները եւս համարում են Սահմանադրության 70-րդ հոդվածի խախտում։ Կուսակցությունում չունեն բացատրություն, թե ինչու հանրապետականը տապալեց ազգային ժողովի արտահերթ նիստը։ Լավ, եթե իրենք քաղաքական մեծամասնություն են, միևնույն է, իրենց համար ցանկալի որոշումը քաղաքական մենաշնորհի արկայության պարագայում իրենք կարող են կայացնել, ունակ են կայացնելու իրենց համար նախընտրելի որոշումը, խնդիրն ինչու՞ն էր, գոնե քննարկման հնարավորություն ստեղծելու եւ տրամադրելու։ Նշենք, որ այժմ ընթանում է Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 падգամավորի ստորագրություն հավաքելու գործընթացը։ ՀԱԿ ներկայացուցիչների խոսքերով այս օրերին բանակցություններ են ընթանում ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների միջև, իսկ թե կոնկրետ երբ ՀԱԿ-ը հարցը կվիճարկի Սահմանադրական դատարանում դեռ հայտնի չէ։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։